Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 4։ Բայց հիմա, որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ թե Աստվածանից ճանաչվեցաք, ինչպես եք կրկին ետ դառնում դեպի այն տկար և աղքատ սկզբունքները, որոնց կամենում եք դարձյալ ծառայել։ Գաղատացիս 4:9 խոսք։ Այն երջանիկ փոփոխությունը, որով գաղատացիները դարձան կուռքերից դեպի կենդանի Աստվածը և Քրիստոսի միջոցով ընդունեցին որդեգրության շնորհը, Աստծո ազատ և առատ շնորհի արդյունքն էր։ Ուստի նրանք առավել ևս պարտավոր էին ամուր մնալ այն ազատության մեջ, որով նա նրանց ազատ էր արել։ Աստծո մասին մեր ամբողջ ճանաչողությունը սկսվում է նրա կողմից։ Մենք ճանաչում ենք նրան, որովհետև նախ նա է ճանաչել մեզ։ Թեև մեր հավատքը արգելում է կռապաշտությունը, շատերը իրենց սրտում գործադրում են հոգևոր կռապաշտություն։ Ինչը մարդն ամենից շատ է սիրում և որի մասին ամենից շատ է հոգ տանում, դա էլ նրա Աստվածն է։ Ոմանց համար Աստվածը հարստությունն է, ուրիշների համար հաճույքները, իսկ ոմանց համար իրենց ցանկություններն ու կրքերը։ Շատերն էլ, չիմանալով երկրպագում են իրենց իսկ երևակայությամբ ստեղծած մի Աստծու, որն ամբողջովին ողորմություն է և արդարություն չունի։ Նրանք իրենց համոզում են, թե Աստծո մոտ իրենց համար ողորմություն կա, թեև չեն ապաշխարում և շարունակում են ապրել իրենց մեղքերի մեջ։ Հնարավոր է, որ նույնիսկ նրանք, ովքեր մեծ նախանձախնդրությամբ խոստովանել են իրենց հավատքը, հետագայում շեղվեն ավետարանի մաքրությունից և պարզությունից։ Եվ որքան մեծ է Աստծո ողորմությունը, որով նա որևէ մեկին բերել է ավետարանը ճանաչելու, ինչպես նաև դրա ազատություններն ու արտոնությունները վայելելու, այնքան ավելի մեծ է այդ մարդու մեղքն ու անմտությունը, եթե նա թույլ է տալիս, որ իրենը զրկեն այդ ամենից։ Ուստի բոլոր նրանք, ովքեր արտաքին իմաստով եկեղեցու անդամներ են, պետք է սովորեն Աստծո հանդեպ երկյուղ ունենալ և զգուշությամբ քննել իրենց անձերը։ Մենք չպետք է ինքնագոհ լինենք միայն այն պատճառով, որ մեր մեջ որոշ լավ հատկություններ կամ բարի դրսևորումներ կան։ Ամեն մարդ պետք է հիշի իր տեղը և կոչումը։